Ժորժ համեցեք, պարոն Պապայան։ Շնորհակալություն, հարգելի պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ։ Սույն նախագծի մշակումն ու ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում միասնական քաղաքականության մշակման եւ իրականացման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ կայացած գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2030 թվականների ռազմավարության շրջանակներում 24 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության մասին ներկայացման համապատասխան հանձնարարականներից նախագծով առաջարկում ենք փոփոխություն կատարել գործող օրենսդրական կառավարության որոշման մեջ, ըստ որի մենք կրկնապատկում ենք հնարավորությունը մեր տնտեսվարողների, մեր ֆերմերների համար, որպեսզի նրանք օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից։ Ինչի մասին է խոսքը։ Ներկայումս մեկ քաղաքացին, մեկ ֆերմերը կարող է մինչև 250 միլիոն դրամի սարքավորում, գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել, եւ մենք ունենք բազմաթիվ ֆերմերներ, հատկապես խոշոր ֆերմերային տնտեսություններ, որոնք որ այսպես ասած ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում, նրանք վաղուց հատել են այդ շեմը եւ չեն կարողանում մաչելի պայմաններով ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա, ինչը խոչընդոտում է նրանց հետագա տնտեսական զարգացմանը։ Այս առումով մենք 250 միլիոն դրամի շեմը բարձրացնում ենք մինչև 500 միլիոն դրամի, որը կօգնի, որպեսզի տնտեսվարողները ավելի շատ գյուղտեխնիկա կարողանան մաչելի գներով ձեռք բերեն, որովհետև նաև մեր քաղաքական մոտեցումը այս առումով նա է, որ մենք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ զբաղվող, ֆերմերային տնտեսություններով զբաղվող, արդյունավետ տնտեսավարում իրականացնող տնտեսվարողներին պետք է շարունակաբար աջակցենք, որովհետև իրականությունն այն է, որ նրանց գյուղատնտեսական արտադրանքն է իրապես մրցունակ եւ արտահանելի, մնացած դեպքերում մենք ցավոք սրտի տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ, եւ բայց այնուամենայնիվ ես ուզում եմ նշել, սա շատ լավ հարթակ հնարավորություն է մեր գյուղացիներին, տնտեսվարողներին ցույց տալու, որ սա նաեւ կարող է լավ բիզնես հնարավորություն լինել։ Տեսեք, մենք տարբեր տեսակի տրակտորներ կան, այնտեղ սկսած 6-4 միլիոն դրամից, օրինակ վերցնենք 8 միլիոն դրամանոց տրակտոր կա, որը մենք հիմա 20% ինքը կարող է կանխավճարը վճարել, այսինքն 1.6 միլիոն դրամ, եւ մնացած ուրեմն 6.4 միլիոն դրամը ինքը 5 տարում, այսպես ասած, սահմանամերձ վայրերում դա հենց այդպես էլ ժողովրդի լեզվով ասեմ փակովի տարբերակով է ստացվում, որովհետև 14%-ային կետից 14-ն էլ պետությունը սուբսիդավորում է, իսկ ոչ սահմանամերձ տեղերում 14-ից 12%-ային կետն է պետությունը սուբսիդավորում, մնում է ընդամենը 2-ը, եւ այնտեղ ամսական մարումը մոտավորապես 100,000 դրամի շրջակայքում է, եւ օրինակ, ասենք վարելը 1 հեկտարի, 2 անգամ կարող է հող վարել 1 հեկտարի եւ 1 ամսվա վարձը, ասենք կարող է փակել, այսինքն ինքը շատ լավ հնարավորություն է նաև բիզնես գործունեություն իրականացնելու, տնտեսական գործունեություն իրականացնելու, իսկ սեփական հողամասի մշակման համար նույնպես շատ կարևոր է, որովհետև ստացվում է, որ եթե ինքը անգամ վարձակալական հիմունքներով շատ դեպքերում վերցնի այդ ծախսը իրականացնի, դա կարող է իր համար ուրեմն ձեռք տա հատկապես մի խոշոր հողատերերին։ Այնպես որ սա լավ ծրագիր է եւ նաև կուզեի, որ սրա մասին ոչ միայն այս ծրագրից ոչ միայն օգտվեին ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ զբաղվողները, այլ նաև անգամ փոքր գյուղատնտեսությամբ զբաղվողների համար ինքը կարող է լավ հնարավորություն լինել եւ գյուղատնտեսությամբ եւ գյուղում ծառայություն մատուցելու համար լավ բիզնես գործիք, որովհետեւ մեր շատ գյուղերի խնդիրներից մեկն էլ նա է, որ մեքենա սարքավորումների պակաս կա։ Շատ լավ։ Պարոն Պապայան, հիմա տեսեք, ուզում եմ մենք սարքավորումների նույնականացումը բացատրենք, էլի ինչ ենք հասկանում դրա տակ, որովհետեւ գյուղատնտեսական բիզնես ձևավորելու համար պետք են սարքավորումներ, որոնք կարող է ըստ սահմանման չհամարվեն գյուղատնտեսական սարքավորումներ։ Այս ծրագրով հնարավոր է այդ պարագայում օգտվել։ Այո, ես մի քանի թիվ նաև ներկայացնեմ, եթե ձեր թույլտվությամբ, պարոն Գրիգորյան, տեսեք, մենք ունենք ԵՍՊԱ-ին 2854 լիզինգառու, որոնց տրամադրվել է 4333 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում 1523 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն եւ 2790 միավոր այլ գյուղատնտեսական տեխնիկա, ասենք օրինակ շարքացան, որը ցորենացանում,
Այսինքն այդ ոչ միայն քաշող բուն տրակտորը, այլ նաև իր հետևից իրեն կպած գյուղատնտեսական տեխնիկան նույնպես սրա մեջ մտնում է։ Ընդ որում, երբ որ ես նշում եի 6.4 միլիոն դրամ, դա տրակտոր կա 6.4 միլիոն։ Չէ, դա հասկանալի է, պարոն Պապյան, ես նկատի ունեմ, ենթադրենք ջերմոց կառուցելու համար անհրաժեշտ է կռունկ։ Դե կռունկը գյուղատնտեսական տեխնիկա չի դասական իմաստով, բայց այս ծրագրի շահառուները կարող են օրինակ կռունկ գնել։ Դա մենք ունենք մեկ ծրագիր, որը գյուղատնտեսական տեխնիկային է վերաբերում, եւ ունենք այլ ծրագրեր, որոնք որ այլ ծրագրերով հնարավոր է։ Այս ծրագիրը միայն գյուղատնտեսական տեխնիկային է վերաբերվում։ Եվ եթե կարելի է նշեմ, որ ըստ էության մի կարևոր թիվել այս պահին 23 միլիարդ դրամի տեխնիկա է ձեռք բերվել մեր տնտեսվարողների կողմից այս ծրագրի շրջանակներում 23 միլիարդ։ Այո, միայն գյուղատնտեսական տեխնիկա է ձեռք բերել 23 միլիարդ դրամի, որը իսկ լիզինգի գումարը կազմել է 12 միլիարդ դրամ, սուբսիդավորված գումարը 3.6 միլիարդ դրամ։ Շատ լավ, ստեղ շահառուները իրավաբանական անձինք եւ անհատ ձեռներեցներ են, թե ֆիզանձանցել է հասան։ Ֆիզանձանցել է հասան։ Իսկ այս 500 միլիոնը հանրագումարային, հա։ Այո։ Այսինքն տվյալ իրավաբանական կամ ֆիզիկական անձը մինչև 500 միլիոնի կարող է սարքավորումների լիզինգի գործարք կնքել։ Այո։ Հիմնականում խնդիրը սահմանափակումը բնականաբար իրավաբանական անձանց է վերաբերում, որովհետև ֆիզանձինք գրում առավելագույնը 1 տրակտոր, 1, այսպես ասած, սարքավորում են գնում։ Հասկանա։ Մենք քանի մասնակից ֆինանսական կազմակերպություն ունենք այս ծրագրով։ Այս պահին հստակ թիվը ձեռքս չկա, բայց ակտիվ, բայց մեկ օպերատոր չի, չէ, մի քանիսն են հաստատ։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Պապյան։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, կարծիքներ, առաջարկություններ չկան, առաջարկում եմ հաստատել, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունեցինք։ Պարոն Պապյան, պիտի լուսաբանել, համաձայն պայմանավորված